Այս տոնը մեր համերաշխության, միասնականության ու ջերմության խորհրդանիշն է։ Շիրակի մարզում անի համայնքը միակն է, որ նշում է համայնքի օրտոնակատարությունը։ Վերջին 3 տարիները խոշորացված համայնքի բնակավայրերը կարևորելու, բոլորին համախմբելու տարիներ են եղել։ Հունիսի 9 մշակութային միջոցառումների շարքով միավորել էր 17 բնակավայր 1 հարկի ներքո Մարալիկ քաղաքում։ Սիրով ողջունում ենք ձեզ անի համայնքի սրտում, Մարալիկ քաղաքում։ Բարով եք եկել Շիրակ աշխարհի պատմական հարուստ անցյալով եւ անզուգական անի համայնք։ Միջոցառմանը ներկային ազգային ժողովի պատգամավորներ Շիրակի մարզպետ Դավիթ Արուշանյանը, մարզպետի տեղակալ Արտուր Հովհաննիսյանը, համայնքների ղեկավարներ, պաշտոնատար Այլանդզինգ, ինչպես նաև համայնքի հարյուրավոր բնակիչներ։ Տոնը կայացավ անի համայնքապետարանի աշխատակազմի ամիսներ տևած քրտնաջան աշխատանքի արդյունքում։ Բոլոր բնակավայրերը 16 գյուղ եւ Մարալիկ քաղաքը բնակչությունը իր ապրելակերպով եւ իր յուրասիրությամբ բոլոր իրար ճանաչեն եւ ամուր լավ համայնք ունենան։ Անի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանը եւ Շիրակի մարզպետ Դավիթ Արուշանյանը հյուրերի հետ շրջեցին համայնքի բնակավայրերը ներկայացնող բոլոր տաղավարներով, ծանոթացան ժողովրդական արվեստի ու արհեստների նմուշներին, ազգային խոհանոցի հարուստ ավանդույթներին, ճաշակեցին հայկական ուտեստներ վայելելով համայնքի կոլորիտը։ Փորձել ենք հնարավորինս մեր գյուղը պատկերավոր ներկայացնել մեր քարով, մեր քաթայով, մեր մեղրով։ Մենք շատ ուրախ ենք, որ բոլորս մեծ շուկով տոնում ենք այդ օրը։ Որովհետեւ միայն քաղաքի տոն չլինի, ավելի հետաքրքիր է, երբ որ մասնակցում են նաև շրջանի մյուս գյուղերը։ Շատ մեծ շուկով ենք դիմավորել, շատ ուրախ ենք ներկայության համար։ Բովանդակալից խորհուրդը, որ միշտ միասնական լինեն, միասին լավ հարաբերություններ, լավ համագործակցեն մեկը մյուսի հետ։ Խորին շնորհակալություն եմ հայտնում դպրոցի կողմից, իմ կողմից անի համայնքին այս տոնը կազմակերպելու նշելու համար։ Մինչ տոնական համերգային ծրագրի մեկնարկը տեղի ունեցավ օրհնության կարգ, որը կատարեց Տեր Տիգրան Քահանա Մխիթարյանը, այնուհետև Շիրակի մարզպետ Դավիթ Արուշանյանն իր խոսքում ընդգծեց, որ կառավարությունն իր ուշադրության կենտրոնում է պահում մարզերի համաչափ զարգացումը, միևնույն ժամանակ կարևորեց նմանատիպ միջոցառումները։ Այն աշխատանքները, որը անի համայնքում կատարվում են ու ոչ միայն Մարալիկ քաղաքում, նաև հեռավոր գյուղերում, յուրաքանչյուր մեր հայրենակցի կյանքի որակի փոփոխության համար է եւ նման օրերը, որը կազմակերպվում է համայնքապետի կողմից, համայնքապետարանի աշխատակիցների կողմից, հենց մարդկանց ավելի երջանիկ դարձնելու համար է եւ այսօր ես այստեղ տեսնում եմ շատ երեխաներ, որոնք իրականում մեր աշխատանքի գնահատականն են տալիս իրենց ուրախությամբ, իրենց երկու պարով, իրենց երջանկությամբ։ Համայնքի ղեկավարն էլ իր ելույթում փաստեց, որ վերջին տարիներին անիում նկատելի են զարգացումը եւ շենացումը, համայնք կառավարություն արդյունավետ համագործակցության պետական ծրագրերի աջակցության եւ բարեգործական կազմակերպությունների գործուն մասնակցության շնորհիվ։ Վերջին 2-3 տարվա ընթացքում անի համայնքը ծաղկում է ապրում։ Դա է վկայում համայնքի տարբեր բնակավայրերում շինարարական եռուզեռը, կառուցված դպրոցներ, մանկապարտեզներ, փողոցների ասֆալտապատումը, գիշերային լուսավորության անցկացումն ու թարմացումը, ջրամատակարարման ու ջրահեռացման համակարգերի անցկացումը, համայնքի մաքրությունն ու բարեկարգումը։ Տոնական միջոցառումները շարունակվել են բազմաժանր համերգային ծրագրով, սիրված ու հայտնի երգիչ երաժիշտներ, պարային կատարումներ զուգորդված բարձր տրամադրությամբ։ Կերպով ներկայացնում են ազգային մշակույթի առանձնահատկությունները, ազգային երգը, ազգային պարը, ազգային խոհանոցի գեղեցիկ ուտեստները։ Այսա լավագույն առիթն է, որ համայնքը կարողանում է մեկ ընդհանրություն, մեկ միասնականություն ներկայանալ։ Օրն իհարկե անմասն չէր կարող մնալ պարգևատրումներից, շնորհակալագրեր ու պատվոգրեր ստացան մարզպետից մինչև սպորտի, մշակույթի ու այլ ոլորտի ներկայացուցիչներ, ինչպես նաև նախորդ տարիներին անի համայնքի պատվավոր քաղաքացու կոչումներ ստացած անհատ բարերարները։ Իսկ այս տարի անի համայնքի պատվավոր քաղաքացու կոչում շնորհվեց ծնունդով Մարալիկից սիրված երգիչ երգահան Վարդան Ուրումյանին։ Անի
Աննախադեպ ու փառահեղ Անի համայնքի օրը ստացված էր Relax Project-ի անզուգական կատարումներով ու շքեղ հրավառությամբ եզրափակվեց օրը։ Աստղիկ Խաչատրյան, Խանովանիսյան, Հայկ Կապրելյան, այսօր։